Ոստիկանության բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում իրենց վարչատարածքում կատարված գողությունների վերաբերյալ տեղեկություններ էին ստացել, որոնց իրացումը նրանց սեպտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Նորհաճն քաղաք բերեց։ Տեղեկություններ էինք ստացել այն մասին, որ Սերյոժա Մանուկյանը գտնվում է Նորհաճն քաղաքի Թումայան փողոցի վրա գտնվող երկրորդ հանրակացարանի 525 սենյակում։ Մեկնել ենք նշված հասցե, որտեղ վերջինիս հայրը ներկայացրել է, որ որդին գտնվում է Դվին քաղաքում։ Սակայն հիմնավոր կասկածներ ունեինք, որ Սերյոժա Մանուկյանը գտնվում է տանը, որտեղ պահարանների մեկի մեջից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության բյուրեղավանի բաժանմունք։ Հայտնվելով ոստիկանությունում, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 32-ամյա Սերյոժա Մանուկյանը խոստովանեց, որ նախորդ տարվա աշնանը մտել էր բյուրեղավանի շենքերից մեկի նկուղը եւ գողացել մոտ 200,000 դրամ արժողության մալուխներ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ Մանուկյանի հանցավոր հավաքածուի միակ դեպքը չէր։ Օպերատիվ բացատրական եւ քննչական աշխատանքների շնորհիվ բացահայտվեց գողության 3 դեպք եւս, մեկը Նորնուս գյուղում, իսկ մյուս երկուսը Արզնիում։ Քննչական փորձառության ընթացքում Մանուկյանը մատնացույց արեց գողության բոլոր վայրերը։ Թիրախը հիմնականում առանձնատներն էին։ Գողացել էր, ինչ կարողացել էր՝ ջրի էլեկտրական շարժիչներ, ալյումինե կաթսաներ եւ պլաստմասե խողովակներ։ Հավելենք, որ գողությունների բոլոր դեպքերում տուժողները ոստիկանություն չէին դիմել։ Սերյոժա Մանուկյանը կալանավորված է։ Նախաքննությունը վարում է ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքը։ Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1929 թվականին ծնված Զայլոն Ղազարյանը։ Սեպտեմբերի 18-ին Ղազարյանը դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։ Հագին եղել է բաց դաշնագույն վերնաշապիկ, նույն գույնի տաբատ եւ սև հողաթափեր։ Հասակը մոտ 160 սանտիմետր է, մազերը սպիտակ։ Տառապում է սկլերոզ հիվանդությամբ։ Զայլոն Ղազարյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 0222 22202 21107 102 հեռախոսահամարներով։ Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որոնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 1988 թվականին ծնված Իվան Շեբետինը, որը սեպտեմբերի 14-ին ժամանել է Հայաստանի Հանրապետություն եւ մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ սեպտեմբերի 20-ին ժամը 12-ին զանգահարել է հարազատներից մեկին եւ հայտնել, որ գտնվում է Երևան երկաթգծի կայարանի տարածքում, ինչից հետո անհայտ կորել է։ Նրա արտաքին նկարագիրն է՝ հասակը 175-ից 177 սանտիմետր, ամրակազմ, կլոր դեմքով, սև մազերով, շագանակագույն աչքերով։ Իվան Շեբետինը տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ։ Իվան Շեբետինի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու բաժին կամ զանգահարել 570933 450202 հեռախոսահամարներով։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 25-ից 26-ը Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9, կողոպուտի 7, խուլիգանության 1 եւ խարդախության 5 դեպքերն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է նաեւ գողության 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 4 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հերթապահ մասի տեսախցիկը շարունակում է արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների ակնհայտ խախտումները։ Տեսագրված խախտումներով կկազմվեն համապատասխան արձանագրություններ։